Պատրաստվեք լավ փոփոխությունների, Գագիկ Ծառուկյանը քարոզարշավը մեկնարկում է Հարազատ Կոտայքի մարզից։ Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատահական չէ, որ քարոզարշավը սկսում է Հարազատ Կոտայքի մարզից ու Աբովյան քաղաքից։ Այլ կերպ չէր էլ կարող լիներ։ Նա այս համայնքի, այս մարզի հարազատ զավակն է, որտեղ յուրաքանչյուր ոլորտ, բազմաթիվ կառույցներ ու նախագծեր հենց իր անվան հետ են կապվում։ Հաղթական ոգի ու խանդավառություն ամեն քայլափոխի։ Մարդիկ հույսով ու հավատով են միանում ԲՀԿ առաջնորդի գլխավոր աջերտին։ Մինչև մեծ հանդիպումը աբովյանցիների հետ, նախ հազարավոր համակիրների հետ քայլերթն է Հարազատ քաղաքում։ Յուրաքանչյուր քայլափոխի հազարավոր քաղաքացիներ են միանում Գագիկ Ծառուկյանի գլխավոր աջերտին։ Ոչ միայն հարակից փողոցներից, այլև հեռու ու մոտ պատշգամբներից ոգևորությամբ են հետևում երթին։ Մեզ են միանում մեր համակիրները, ծապելով ողջունում ենք ձեզ։ Նոր սարկը քո սրտին և խոսքը գործենանում, հավատը ուժեցնում։ Հունիսի 7-ին ընտրենք համար 7-ին։ Հույսն ու հավատը սրտերում մեծով ու փոքրով մարդիկ մասնակցում են դեպի Աբովյանի բարեկամության հրապարակ ձգվող երթին, որին անդադար միանում են բազմաթիվ խմբեր մարզի տարբեր համայնքներից։ Հազար Ծառուկյան, հազար Աբովյան։ Չկա մի վայր, որի կողքով անցնելիս մարդիկ չտան Գագիկ Ծառուկյանի անունն ու չնշեն նրա անգնահատելի ավանն իրենց քաղաքի զարգացման ու բարգավաճման գործում։ Այս ամենի թագն ու պսակը Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է, որի կողքով շարժվում են դեպի բարեկամության հրապարակ։ Ծառուկյան, Ծառուկյան։ Հազարավոր համակիրներ հույսով հավատով հավաքվել են այստեղ։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած բազմահազարանոց երթին շարունակ նորանոր խմբեր են միանում, որոնք էլ նրա անունը վանկարկելով միանում են բարեկամության հրապարակում ԲՀԿ առաջնորդին ու նրա ղեկավարած ուժին մեծ ոգևորությամբ սպասող հազարավոր համակիրներին։ Ամեն մի սիրտ հիմա լույսով է լցված, խաղաղորը նոր հույսերով է գրված, իմ ու քո ձգնու երազով է կապված, առաջարկ Հայաստանը ապագայի դուրն է բացված, առաջարկ Հայաստանին, նոր սարկը քո սրտին։ Գագիկ Ծառուկյանը նախ երախտագիտություն է հայտնում հարազատ աբովյանցիներին ջերմության ու նվիրումի համար։ Կատարած աշխատանքի լավագույն գնահատականը մարդկանց վերաբերմունքն է, որը պարտավորեցնում է անել խոստացածից ավելին։ Տարիներ է ինչ Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին դարձել է հավատքի, հույսի, միաբանության ուխտատեղի։ Դուք բոլորը գիտեք, որ ես հողու ջրի մարդ եմ, այստեղ եմ ծնվել մեծացել, կայացել, իմ գործունեությունը սկսել եմ այստեղից։ Ես հպարտացել եմ իմ Աբովյանով, Աբովյան քաղաքով, աբովյանցիներով, աբովյանցիների ցավը տանեմ։ Պատրաստվեք լավ փոփոխությունների, ժողովուրդ, ես ոթիմաց բան չեմ ասում։ Մեր ժողովուրդը կարողանալու է գտնել կորսված հաղթանակների ուժն ու բերկրանքը, համոզված է Գագիկ Ծառուկյանը։ Մայիս ամսին կա կարևոր օր, որը մեր ազգային վերածննդի մեկնարկն է ազդարարելու։ Մենք պետք է ամեն ինչ կազմակերպենք, որ այս տարի հունիսի 7-ին հնչի մեր ազգային վերածննդի առաջին զանգը։ Եվ ընդմիշտ հիշվի, մենք ունենք ծրագիրը, ունենք թիմը, ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք կապեր, Աստված պահպան մեր բոլորին։ Ամսի 7-ին, համար 7-ին։ Ամսի 7-ին, համար 7-ին։ Հայողի վրա պատմություն կա գրված, այս հողի վրա հավատ կա կանգնած, այստեղ նորից ճանապարհ է բացվում, ապագան ենք հավատով կառուցում։ Համակիրները Գագիկ Ծառուկյանին ջերմությամբ են ճանապարհում։ Վստահ, որ հաջորդ հանդիպման առիթը հաղթանակը տոնելն է լինելու։ Քրիստինե Սուքասյան, Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։